Երեկ մայրաթոր Սուրբ Էջմիածնում լարված իրավիճակի հետևանքով վատացավ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին բժշկական կենտրոն։ Մեդիահաբը տեղեկացավ, որ հոգևորականի առողջական վիճակը այս պահին կայուն է։ Ադրբեջանական բենզինը արդեն Հայաստանում է։ Ադրբեջանից բենզին տեղափոխող 22 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը արդեն այրում կայարանում է։ 1218 տոննա տարողությամբ նավթամթերքը ներմուծել են երկու մասնավոր ընկերություն, որոնց անունները չեն նշվում։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կդիմի Կարմիր խաչին նրա կարգավիճակի մասին պարզաբանում տրամադրելու համար։ Այս ողջ ընթացքում բացառությամբ միայն մի քանի շաբաթների Վարդանյանը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների եւ այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել։ Եթե Ռուսաստանին հարգանքով վերաբերվեն եւ չխաբեն, նոր հատուկ գործողություններ չեն լինի։ Պուտինը անհեթեթություն անվանեց այն պնդումները, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցել Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ, բայց միայն հավասար պայմաններով։ Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը։